Արտանակ սահամացի սիրելի բնակիչներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ողջունում են բոլորին։ Ժողովուրդ, նախընտրական քարոզարշավը եզրափակիչ փուլ է մտել եւ շատ կարեւոր է արձանագրել, թե այս բոլոր թեմաների մեջ մենք ինչ խնդիր ենք հետապնդում։ Մեր մեծագույն խնդիրն է նոր որակի պետություն ստեղծելը կամ ավելի ճիշտ Հայաստանի Հանրապետությունը նոր որակի պետություն դարձնելու բնականոն գործընթացը շարունակելը։ Այսօր Հայաստանում ընդամենը ժամեր առաջ Գագարին բնակավայրում տեղի ունեցավ արհեստական բանականության առաջին գործարանի բացումը շուրջ ավելի քան 70 միլիոն դոլարի ներդրմամբ։ Հունիսի մեջ տեղի կունենա արհեստական բանականության երկրորդ գործարանի բացումը հրազդանմեքենա գործարանի տարածքում, որը ըստ կանխատեսումների կարող է դառնալ մինչև 5 միլիարդ դոլարի ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ավելի ակտիվորեն է մտնում տեխնոլոգիական եւ տնտեսական տրանսֆորմացիայի փուլ։ Դուք մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեսաք զորահանդեսը Հայաստանի Հանրապետության նոր բանակի։ Մենք այդտեղ ցուցադրեցինք ժամանակակից, գերժամանակակից նորագույն սպառազինություն, որի մի հատվածը արտադրված էր օտար երկրներում, բայց մյուս հատվածը արտադրված էր Հայաստանի Հանրապետությունում, եւ սա մեր առանձնաշի ուրախության եւ հպարտության առիթ է։ Բայց ուզում եմ նաեւ արձանագրենք, որ այդ արդյունքը մենք ունեցել ենք այդ թվում նրա պատճառով, որ 2017 թվականի համեմատ 2025 թվականին մենք գիտության ֆինանսավորումը 2.8 անգամ 180%-ով ավելացրել ենք։ Մենք գիտության ոլորտում 100-ից 300%-ով ավելացրել ենք ֆինանսավորումը եւ աշխատավարձերը։ Մենք գիտության ոլորտում 20 միլիարդ դրամ ենք ներդրել գիտական, գիտահետազոտական եւ կրթական կազմակերպություններին գիտական սարքավորումներով ապահովելու համար։ Եվ այդ ծրագրի գագաթնակետը, թագն ու պսակը Երևանի պետական համալսարանի համար նոր 10 միլիոն դոլար արժողությամբ սուպեր համակարգչի գնումներ, որը տեղադրված է, աշխատում է եւ որը հասանելի է մեր ամբողջ գիտական եւ կրթական համակարգի համար։ Մենք այսպիսով իրականացնում ենք Հայաստանը նոր որակի պետություն դարձնելու եւ պետության վերելքի մեր օրակարգը։ Եվ նաեւ այս ծրագրի շրջանակներում է 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի իրագործումը։ Եվ ուրախ եմ ասել, որ առաջին 300 դպրոց, 500 մանկապարտեզի ծրագիրը ավարտելուց հետո մենք սկսում ենք երկրորդ 300 դպրոցը եւ այդ թվում ինձ տեղեկացրին, որ հաղթանակ Թաղամասի դպրոցը նույնպես ընդգրկվում է հաջորդ 300 դպրոցի ծրագրի մեջ։ Բայց շատ կարևոր է արձանագրել, որ նոր որակի պետություն ասելով մենք հասկանում ենք իհարկե նոր որակի տնտեսություն, բայց այդ նոր որակի տնտեսությունը պետք է նոր որակի կյանք բերի մեր քաղաքացիներին։ Եվ նաև այս է պատճառը, որ մենք այսօր անցում ենք կատարում դեպի նոր որակի սոցիալական ապահովություն։ Այսօր 65+ տարիքի մեր բոլոր տատիկների եւ պապիկների համար ներդրված է առողջության ապահովագրության համակարգը, որը պետական բյուջեի միջոցներով նվազագույն առողջապահական ծախսեր է ապահովում մեր տատիկների եւ պապիկների 65+ տարիքի մեր բոլոր թոշակառուների համար։ Բայց նաև նույն ծրագրով մինչև 18 տարեկան երեխաներն են,
ապահովագրվում առողջության պետական բյուջեի հաշվին եւ դա նույնպես մեծ պատիվ եւ պարտավորություն է մեզ համար, այսինքն եւ 65+ տարեկան թոշակառուները եւ մինչեւ 18 տարեկան երեխաները պետական բյուջեի հաշվին ապահովագրում են եւ սա սոցիալական նոր որակի պետության մասին է։ Ուզում եմ ընդգծել, որ այսօր առաջին անգամ մեր երկրի պատմության մեջ միջին կենսաթոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ 2018 թվականին, երբ ես ընտրվել եմ վարչապետ, Հայաստանում նվազագույն թոշակը եղել է 16,000 դրամ։ Այսօր 46,000 դրամ է նվազագույն թոշակը, գումարած անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարի համակարգը, որը արդեն 4 տարի Հայաստանում գործում է։ Շատ կարևոր է ընդգծել նաև, որ վերջին 8 տարի ես վարչապետ եմ, 7 անգամ մենք տարբեր որոշումներում թոշակի խնդրին անդրադարձել ենք։ Այսինքն 8 տարի վարչապետ, որոնցից 1 տարին COVID-ի եւ պատերազմի տարին, 7 անգամ մենք թոշակի թեմային անդրադարձել ենք։ Այսինքն գործնականում մենակ COVID-ի տարին ա եղել, որ թոշակի հետ կապված մենք որոշումներ չենք կայացրել, այդ տարի էլ չնայած մեծ ծախսեր ենք արել սոցիալական ապահովության ոլորտում, որ մեր սիրելի նաև թոշակառուները շատ թե քիչ տանելի լինի նրանց այդ լոկդաունի եւ մնացած այլ պայմանները։ Այս ամենը իհարկե շատ կարևոր է, սիրելի ժողովուրդ, բայց ամենակարևորը, որը ուզում եմ ընդգծել, հետեւյալն է. Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն եւ ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ 2025 թվականը առաջին օրացուցային տարին է, երբ որ մենք ոչ մի զոհ եւ ոչ մի վիրավոր չենք ունեցել։ 1991 թվականից ամեն տարի մենք ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ։ Ամեն տարի մենք ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ։ Եվ միայն 2025 թվականն էր, որ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը մենք զոհ եւ վիրավոր չենք ունեցել։ Իսկ ընդհանուր առմամբ արդեն 2 տարուց ավելի է, որ մենք ոչ մի զոհ եւ ոչ մի վիրավոր չունենք։ Եվ այս խաղաղությունը իրական խաղաղություն է։ Այս խաղաղությունը իրական խաղաղություն է եւ այս ընտրությունների ամենակարևոր արդյունքը եւ ամենակարևոր հարցը, որը պետք է ստանա պատասխան հետեւյալն է. արդյոք Հայաստանի քաղաքացին տեր կանգնում է խաղաղությանը։ Արդյոք Հայաստանի քաղաքացին տեր կանգնում է խաղաղությանը։ Այսօր մեր 9 ամսյա խաղաղությունը 9 ամսյա երեխայի նման ուրախություն է բերել Հայաստանի Հանրապետությանը։ Այսօր 9 ամսյա երեխայի նման մեր 9 ամսյա խաղաղությունը ամենակարևոր ներկայությունն է Հայաստանի Հանրապետությունում։ Բայց 9 ամսյա խաղաղությունը 9 ամսյա երեխայի նման ունի 9 ամսյա երեխայի հետ ունի մի ընդհանրություն։ Եթե մենք խնամք չտանենք, չխնամենք 9 ամսյա երեխային, նա չի ապրի։ Այսպիսին է նաև խաղաղությունը։ Այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեզ կոչ է անում, որ մենք մեր 9 ամսյա խաղաղությունը հանձնենք որփաթուն, հանձնենք ուրիշների խնամքին, ասելով թե մենք ի վիճակի չենք տեր կանգնել խաղաղությանը։ Բայց ես համաձայն չեմ դրա հետ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքացի, կա հանրություն, որը կարող է տեր կանգնել խաղաղությանը։ Այս է պատճառը, որ ես ձեզ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, հաղթանակ թաղամասին, Մալաքասաբաստային, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ժողովուրդ ջան, բայց շատ կարևոր է հասկանալ եւ արձանագրել եւ առերեսվել
այն փաստի հետ, որ ահա այս ընտրությունների արդյունքը որոշվելու եւ կանխորոշվելու է մի մարդու որոշմամբ։ Պետության հետագա ընթացքը որոշվելու եւ կանխորոշվելու է մի մարդու դիրքորոշմամբ։ Խաղաղության հետագա ճակատագիրը
Esa. Gel aferin. Çok edersek de kahve nelim yap. Ya abi. Arianna. Tienes. Alın karşıya al. İspanya'ya tereyağı bu olsan verirsen. Ne aferin. Ha? Bak la. Verus. Alın marşapet. Alın çınız, alın marşapet. Ben yeri gideceğim, kimse laf baklasın. एक होगा तो चलो वापस चला जाओ इसका वापस चला Kailan ito po nila? Esa, wala mo ang sabi. Wala mo ang sabi. Deka, wala mo ang sabi. Mas niya uli.
Maman uzman Arpican mezeli. Vikacan. Baron Paşinyan. Baron Paşinyan. Կանգնացնեք էլ ուրա դիգա։ Եկեք ես Հաղթանակ տարամաս։